Բարի կեսօր, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Ձերբակալություններ ու խուզարկություններ Էջմիածնում, ինչ են փնտրում հաղթանակ դաշինքի ավականու անդամների տներում։ Իշխանական լրատվամիջոցները արդեն հայտնել են Սամվել Կարապետյանի վճիռը, ինչ որոշում է կայացրել դատարանը։ Հեցը զրկվում է լիցենզիայից, ինչ է հաջորդելու որոշմանը։ Բանգլադեշում մահապատժի է դատապարտվել երկիրը լքած նախկին վարչապետը, որն է պատճառը։ Քիչ առաջ հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց ավելի քան 19 ժամ տևած դատավարության արդյունքները։ Մոտ 5 ամիս կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Մեր նկարանող խումբը այս պահին այնտեղ է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Իսկ փաստաբան Արամ Վարդևանյանին զարմացրել է այն հանգամանքը, որ մինչև դատարանում Սամվել Կարապետյանի գործով նիստը դեռ շարունակվում էր, իշխանական լրատվամիջոցը արդեն հրապարակել էր, որ նրան կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Գործընկերներ ջան, տեսեք, մի փոքր երկար տևեցին մեր ելույթները, բայց առավել քան բովանդակային։ Տեսեք, 18 հատոր է ներկայացվել քննիչի կողմից միջնորդությանը կից։ Այդ 18 հատորում միակ տվյալը դա երևի թե կենսագրական տվյալներն են Սամվել Կարապետյանի եւ այն հարցազրույցը, որը բոլորը տեսել եք։ Այսինքն այլ մնացած տվյալները ընդհանրապես առնչություն չունեն, բայց կարգը այնպիսին է, եթե տվյալ է ներկայացվել, պետք է ասել, որ նշվածը աբսուրդ է, որ նշվածը առնչություն չունի, որ նշվածը հեյրուրանք է եւ այլ եւ այլ։ Դրա համար ստիպված ենք լինում որոշ հանգամանքների ավելի երկար անդրադառնալ, նաև նույն վճռաբեկ դատարան, վերաքննիչ քրեական դատարան այս հանգամանքների վերաբերյալ կարևոր շեշտադրումներ կային։ Բայց ես ինչի համար էի ուզում նշված առիթը օգտագործել դիմելու ձեզ։ Այն ժամանակ, երբ օրինակ իմ գործընկերը պարոն Վարդանյանը կամ պարոն Ֆերոյանը ներկայացնում էին իրենց դիրքորոշումը, պարզապես հնարավորություն ունենալով, քանի որ այդ ժամանակ դեռ ես ելույթ չէի ունենում, ես տեսա, որ զանգվածային լրատվության միջոցներով կարծես արդեն իսկ մեր նիստը ավարտվել էր։ Հիմա ուզում էի հասկանալ, որտեղից էր այդ տվյալը եւ որտեղից էր, որ նման տվյալ տարածվում էր, որովհետեւ կամ մեկ այլ իրականություն գոյություն ունի, ինչ որ խոսքը 2 ամսով կալանքի մասին է։ Այո, ես օրինակ չեմ հասկանում, որտեղից է։ Լրատվականներից մեկը դրել էր։ Բայց ես նաև տեսա մեկ այլ լրատվական էլ կարծես թե դեռ մինչ այս պահը պահպանել է նշված տվյալը։ Եկեք այս պահին մեկնաբանություն լրատվուցիչ չտամ, բայց ամեն դեպքում ես քիչ առաջ ստուգել էի նշվածը դեռևս մեկ լրատվականում պահպանվում էր։ Նիստի ընթացքում դատարանի դիմաց ոստիկանական ուժեր էին հավաքված, իսկ մյուս կողմում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ հաջակցություն գործարարի։ Ժամ ընդմիջում դատարանի նախաձեռնությամբ, բայց ձեզ հալալա, ահա որ հալալա։ Հիշեցնեմ, որ եկեղեցուն աջակցող խոսքից հետո են կանոնավորել գործարարին։ Ինչպես արդեն գիտենք, Սամվել Կարապետյանին պատկանող հեցը 3 զրկվեց լիցենզիայից։ Իսկ ինչ է հաջորդելու այդ որոշմանը։ Այսօրվա նիստի որոշմամբ մենք ընդհանրապես դադարեցրեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության լիցենզիան, բայց դրան պետք է օրենքով նախատեսվում է արդեն գործընթացներ, առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի կամ Հայաստանի փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել
գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ եւ եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Երրորդյա թեժ քննարկումից հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած սկանդալային որոշմանը դեմ է արտահայտվել հանձնաժողովի 5 անդամներից միայն մեկը՝ Արա Նռանյանը։ Նա կանխատեսել է, որ այս գործընթացը հետագայում կարող է ճանաչվել հակասահմանադրական։ Թեև ասում են կենտրոնացել եք փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված է լիազոր մարմնի ներկայացուցիչի կողմից, եւ վարույթը իրականում գնահատվել է բոլորին այլ ուղղությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որը առկա է հանձնաժողովում եւ երկրում։ Մենք բազմաթիվ դիմումներ ստանում ենք եւ երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չեն կարող հարուցել, մինչեւ համոզված չենք, որ առկա է խախտում, մինչեւ անբացման փաստական հիմքերը չկան։ Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով, ինչպես ես իմ հարցում տվեցի, որովհետև այդ ենթադրությունը ունեի, որ կարծես թե մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել ենք այդ վարույթի համար ինչ հիմքեր դնել։ Վաղար շաբաթում համայնքապետի ընտրության ավարտից ընդամենը 24 ժամ անց հաղթանակ դաշինքի շտաբի պետ Հրանտ Ավետիսյանը հայտնեց, որ դաշինքի անդամների եւ կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 մարդու ձերբակալել են։ Ավելի վաղ նա գործընկերոջս հաստատել էր լուրը, որ խուզարկում են դաշինքի անդամների ու աջակիցների տները, մասնավորապես Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մասիս Մելքոնյանի եւ Տիգրան Գևորգյանի։ Ավետիսյանը նաեւ նշել է, որ Սևակ Խաչատրյանի հետ գործողություններ չեն արվել։ Այս պահին հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը ասուլիս է տալիս։ Մեր նկարանող խումբը եւս այնտեղ է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է ասում Խաչատրյանը։ Վաղար շաբաթում չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, ովքեր 10,000 ձայն են ստացել վաղար շաբաթ խոշորացված համայնքում։ Իրենք իրենց հաշվարկներում նայում են մոտ 5 ամիս, 6 ամիս հետո լինելու ազգային ժողովի ընտրություններ, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին շարունակել սևացնել, այն ամեն ինչի, ինչ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին իրենց մոտ դա չստացվեց։ Երեքը մեր ավականու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, ես շփման մեջ չեմ, գիտեմ, որ 2 կամ 3 հոգի են։ 5 մեղադրակ, որից ես ճանաչում եմ 3-ին։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունել են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել, չեն տարել Տիգրանին։ Դե ինչպես արդեն գիտենք, նախորդային վաղար շաբաթն ընտրեց համայնքապետ։ Ավականու 33 տեղերը բաշխվել են հետևյալ կերպ։ Քաղաքացիական պայմանագիր 19 մանդատ, հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան 2 մանդատ։ Իսկ ինչ հասկանալ վաղաշաբաթի ընտրության արդյունքից։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով պետք է չթերագնահատել ընդդիմությանը։ Ավականիում ՔՊ-ի թվային գերակշռությունը առաջիկայում կանցնի լուրջ փորձաքննություն։ Ընդդիմությանը փողոցում չաջակցել դեռ չի նշանակում կորցնել ազգային մոտալու տաղետը ողնաշարով զգալու կարողությունը։ Ընտրական մասնակցության բարձր ցուցանիշը կարող է փոխել հետագա իրադարձությունների ընթացքը։ Վաղաշաբաթում քաղաքացիական պայմանագրի ընտրական հաջողության շարժիչ ուժը ոչ թե իշխանության հանրապետական հեղինակության գործոնն է, այլ տեխնացուի անձնական քվենդ, personal vote, որը պայմանավորված է տեխնացուի սոցիալական կապերով, տոհմիկ ազգանվան հնչեղությամբ կամ ազդեցությամբ։ Սա ակնհայտորեն խոսում է Իզմերի իբրև թե չհավատացող քաղաքացիական պայմանագրի կուսակցական ինստիտուցիոնալացման թուլության ցուցանիշների խորացման մասին, որտեղ կուսակցությունը չի կարողանում իր հեղինակությունն ու ազդեցությունը վերարտադրել տեղական մակարդակում, համենայն դեպս քաղաքներում։
Թրամփի ուղին կառուցելու նախապատրաստական աշխատանքները քննարկելու համար Հայաստան է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը։ Հուքերը արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի եւ վարչապետի հետ քննարկել, թե ինչպես իրականություն դարձնել դեռ միայն թղթի վրա անուն ստացած Թրամփի ուղին։ Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ նախագծի նպատակն է տարածաշրջանը դարձնել կարևոր առևտրային եւ տրանսպորտային միջանցք։ Հուքերը Երևանից կմեկնի Բաքու, որտեղ Ալիևը շարունակում է Սյունիքով անցնող ճանապարհը Զանգեզուրի միջանցք անվանել, նշելով, որ շինարարությունը ավարտին է մոտենում։ Իսկ տարածաշրջանում թվացյալ խաղաղության նախապատրաստական աշխատանքների մեջ ստվերում է մնում Բաքվում մեր հայրենակիցների ճակատագիրը։ Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էլուջեքչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա արդեն չի կարողանում քայլել։ Ահազանգ է հնչեցրել նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը նաև նշել է, որ 45-օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էլուջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին եւ կարճ զրուցել։ Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ բավարար սնունդ չի ստանում, իրեն տալիս են միայն հաց եւ թեյ։ Չնայած Վիգեն Էլուջեքչյանի ծանր վիճակին, նրան ոչ բուժում է նշանակվել, ոչ էլ որևէ իրավական պաշտպանության միջոց։ Նա շարունակում է մնալ առանց անհրաժեշտ բժշկական օգնության։ Սա ոչ միայն անմարդկային, այլև նվաստացնող վերաբերմունք է։ Այն հատկապես մտահոգիչ է, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունները։ Բժշկական օգնությունից զրկելը, սննդի հասանելիությունը սահմանափակելը, տեղորայքից ու անգամ անվասայլակից զրկելը լուրջ վտանգ են առաջացնում Վիգենի առողջության եւ կյանքի համար։ Զուգահեռ Հայաստանի ներսում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Նիկոլ Փաշինյանի Արցվաշենի վերադարձի մասին նոյեմբերի 8-ի գրառումը։ Այս գրառումը նորից սրել է անկլավների թեման, հատկապես Տիգրանաշենում։ Ինչու է վարչապետը շեշտել հենց Արցվաշենի անունը, շրջանցելով տարիներով օկուպացված մնացած այլ հայկական տարածքները։ Տիգրանաշենի բնակիչները դա կապում են վերջին 4 տարիների ակնարկների հետ, իսկ փորձագետները զգուշացնում են Արցվաշենի թեման օրակարգ բերելով իշխանությունը փաստացի ճանապարհ է բացում Ադրբեջանի պահանջների համար։ Մեր նկարանող խումբը եղել է Տիգրանաշենում պարզելու բնակիչների տրամադրությունը։ Չորս կողմից սարերով շրջապատված Տիգրանաշենում մոտ 40 ընտանիք է ապրում։ Մարդիկ այստեղ համերաշխ չեն, երբ խոսքը վերաբերում է գյուղում մնալուն, չգնալուն։ Մի մասն առանց հարցադրման սկսում է ընդդիմանալ, խոսել գյուղը չլքելու, չհանձնվելու, դուրս չգալու մասին։ Մի փոքրիկ մասն էլ ասում է, որ ինչպես որոշել է Նիկոլ Փաշինյանն, այդպես էլ լինելու է։ Իդեպ գյուղում վարձով ապրողներ էլ կան։ Նրանք ասում են՝ եկել ենք Տիգրանաշենը շենացնելու համար։ Քայլել ենք գյուղի չասֆալտապատված փողոցներով, եղել չոռոկվող այգիներում ու հավաքել մարդկանց հիասթափությունն ու խիզախությունը։ Տիգրանաշենը որտան, ռոռոկման ջունելա ստեղով էթում, խմելու ջունելա ստեղով էթում սևակավանի։ Էդ էլ են կդրի, թուրքը կթողի կդրեն։ Թուրքը կդրելու է, թույնը լցլա մեջը լցլա մեռեք։ Որ մի թուրքնա թողես քան վաղ հայա ապրի։ Ինչ որ ճիշտ է խաղաղության համար, թող այնպես էլ լինի։ Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը գրել է Արցվաշենի եւ Հայաստանի մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին։ Ինչու Փաշինյանը հենց Արցվաշենը շեշտեց, չնշելով օրինակ Ջերմուկի, Սոտքի, Ներքին Հանդի եւ այլ օկուպացված տարածքների անունները։ Քննարկվում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն եւ այլն։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Երևանի վրա մտավախություն ունեք, որ հանձնեն։ Ոչ, բայց սա ավելի ամուր է, քան Երևան։ Սովորական ապրում ենք, մեր համար հանգիստ խաղաղ։ Գյուղը պահում ենք։ Զու դրա համար ենք ստեղ։ Որ մենք էլ գնանք գյուղը դատարկվի, լավ չի լինի։ Հռիփսիմեն Տիգրանաշենում հանգստություն է գտել։ 4 տարի է այստեղ վարձով է ապրում 4 անչափահաս երեխայի հետ։ Բազմաթիվ խնդիրներ ունի գյուղում։ Օրինակ, երեխաները սևակավանում են դպրոց հաճախում, գոհ չեն Տիգրանաշենի դպրոցից։ Ջրի, ճանապարհների խնդիրներ կան, նաև աշխատատեղերն են քիչ, բայց կարծում է, գյուղը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Այստեղ ապրել է պետք։ Նույնիսկ քաղաքի բնակիչները պետք է ամեն գնով պատրաստ լինեն
ցանկացած մանավանդ սահմանամերձ գոտում ցանկացած բնակ չի կողը լինելով մենակ մեզանով չի այս գյուղը բոլորին է իմը չի բոլորին է գյուղը պիտի պահվի 42-ամյա կնոջ հետ համակարծիք էին գյուղացիների մեծ մասը չենք ազնվելու ոչ մեկը 90 տվից եղան որ այդ գյուղը պաշտպանել ենք սաղ բայց կյանքում չարատակ ես ստեղից գնամ Տիգրանաշենում այս մտավախությունն առաջացել է վերջին 4 տարվա ընթացքում, երբ գործող իշխանությունը բարձրաձայնում, գրպանի մեջ պահում, հետո ցույց է տալիս Արծվաշենը։ Պահանջատիրությունը պիտի լինի, ոչ թե որպես առանձին մի հատված Ադրբեջանի տարածքում, որ տեսեք դա հայկական կողմին է պատկանում, այլ պետք է լինի ճանապարհների, լոգիստիկայի ինչպես նաև Հայաստանի հետ օրգանական տարածքային կապը ապահովելու համատեքստում։ Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն է, որը խիստ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում Հայաստանի դիրքը պահելու, լրացուցիչ կախվածություն չունենալու համար։ Խոսրով Հարությունյանի խոսքով Տիգրանաշենը սակարկման թեմա դարձնելը նշանակում է սակարկել Սյունիքի, Վայոց ձորի եւ Երևանի անվտանգությունը։ Պատկերացրեք, տվեցինք Տիգրանաշենը ադրբեջանցիների անկլավի անվան տակ։ Ինչ արվելու դառնալ Տիգրանաշենը։ Մի անգամից հաշված շաբաթների ընթացքում դառնալ է ռազմական հենակետ։ Ռազմական այդեր քաղաքացիական ազգացություն չի գալու։ Ռազմական հենակետ է դառնալ։ Արծվաշենի մասին խոսելով Փաշինյանն ուղիղ հարվածի տակ է դնում Տիգրանաշենը, որովհետև լավ գիտի, Բաքուն պահանջելու է իբր իր անկլավները։ Արծվաշենը Հայաստանին ռազմավարության առումով ոչ մի օգուտ չի տալու, բայց Տիգրանաշենի կորուստը փակուղու մեջ է պահելու երկիրը, ընդգծում է Խոսրով Հարությունյանը։ Աբրահամ Գասպարյանն էլ ուշադրություն է հրավիրում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ։ Խոսքը Թրամփի պատվին անվանակոչված թրիփ նախագծի մասին է։ Հայաստանի դեպի հարավ տանող ճանապարհները վերահսկվելու են Բաքվի կողմից։ Ուղիղ նշանառության տակ է վերցնում հայկական բոլոր բնակավայրերը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ցանկացած շարժ։ Սա նշանակում է, որ թե լոգիստիկա առումով, թե կոմունիկացիոն ողնաշարի ջարդման առումով Ադրբեջանը ունենում է մեծագույն առավելություն։ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում Արարատի մարզում։ Երևանից հեռու է ընդամենը 65-ից 70 կիլոմետր։ Արևմուտքով մոտ է Թուրքիայի սահմանին, իսկ հարավ-արևելքով Նախիջևանին։ Այսինքն, եթե Տիգրանաշենը այսպես կոչված փոխանակվի Արծվաշենի հետ, այդ կետում կմիանան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ուժերի բալանսը պատկերացնում եք։ Բացի այդ, Բաքուն մշտադիտարկման տակ է պահելու Երևան-Սիսիան-Մեղրի ուղղությունը։ Որը մի տեղաշարժ դեպի Սյունիք կենտրոնից Հայաստանի չի լինի, փոխարենը Սյունիքից դուրս կգան, բայց հետ չեն կարող։ Այսինքն սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Վայոց ձորն ու Սյունիքը Ադրբեջանից վիճելու ամենակարճ ճանապարհը։ Տիգրանաշենում բնակիչների կենսական պայմաններն ապահովված չեն։ Ջուր, ճանապարհ, տրանսպորտ, դեղատուն չկա։ Կարծում են, լուծելի եւ արագ կարգավորվող հարցեր են, եթե պետությունը ցանկանա։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել։ Տիգրանաշենում խնդիրները գուցե հենց այդ պատճառով չեն կարգավորվում։ Փաշինյանը կարող է քաղաքացիների տրամադրությունների վրա խաղալով ու Կիրանցի օրինակով հաջողության հասնելու փորձեր անել, նշում է Աբրահամ Գասպարյանը, բայց պետության համար կարևոր որոշումների կայացումը չպետք է բարդել ժողովրդի վրա, խուսափելով պատասխանատվությունից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Օմսկի մերձակայքում։ Տեղի իշխանությունը հայտնում է, որ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել նախկին վարչապետ Շեյխ Հասինային անցած տարվա հուլիսին բողոքի ցույցերը ճնշելու ընթացքում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար։ Ցույցերը կազմակերպել էին ուսանողները, պահանջելով իշխանությունից փոխել կառավարման համակարգը։ Հասինայի կառավարությունը բողոքի ալիքը ճնշել էր կոշտ ու արյունալի միջոցներով։ Բախումների ընթացքում զոհվել էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում երեխաներ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ռուսական զինված ուժերը գիշերը հարվածել են Դնեպրին, որի հետևանքով վնասվել են Սուսպիլնոյի և ուկրաինական ռադիոգրասենյակները, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Իսկ մինչ այդ Դուբայ Air-Show 2025-ում առաջին անգամ ցուցադրվել է ռուսական 5-րդ սերնդի Su-57 կործանիչը։ Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտերկրում։ Ընտրությունների ժամանակ նրանք պարտավոր կլինեն վերադառնալ իրենց երկիր և քվեարկել իրենց ընտրատեղամասում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի վարկանիշը մեկ շաբաթում նվազել է 40%-ով, իսկ այժմ 20%-ից էլ ցածր է, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, հղումանելով փակ գաղտնի սոցիոլոգիական հարցումների։ Սկանդալը բռնկվել էր նոյեմբերի 10-ին, երբ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և հակակոռուպցիոն դատախազությունը քննչական գործողություններ էին իրականացրել գործարար Մինդիչի, մի քանի նախկին և ներկա նախարարների տներում և էներգոատոմում։ Հետաքննության ընթացքում հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում Մինդիչը և մյուս նախարարները քննարկում են փողերի լվացման սխեմաները։ Կոռուպցիոն սկանդալին զուգահեռ Զելենսկին ժամանել է Ֆրանսիա, որտեղ նրան դիմավորել է Էմանուել Մակրոնը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել կոնգրեսի անդամների առաջարկած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ բիզնես կամ առևտուր վարող երկրների նկատմամբ։ Թրամփն ընդգծել է, որ Իրանը կարող է լինել նման միջոցառումների ենթակա երկրների շարքում։ Թրամփը նաև հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ցամաքային ռազմական գործողության անցկացումը, նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հոգ տանի Վենեսուելայի մասին։ Իսկ մինչ Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս պահպանում են զենքի վերահսկողության հարցում որոշակի սահմանափակումներ, Չինաստանն աննկատ, բայց արագ առաջընթաց է գրանցում։ Ըստ շրջանառվող լուրերի, Չինաստանը 2030-ականների կեսերին կհասնի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մոտավորապես նույն հավասարության, տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակով։ Դիսնեյը կթույլատրի ֆիլմ արտադրության մեջ արհեստական բանականություն կիրառել։ Ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերն ասել է, որ 2019 թվականին Disney Plus գործարկումից ի վեր ընկերությունը գտնվում է շատ մեծ և կարևոր փոփոխությունների ներդրման գործընթացում, արտադրանքի և տեխնոլոգիաների տեսանկյունից։ Այգերի հայտարարությունը համացանցում բուռն արձագանք է առաջացրել։ Երկրպագուները վախենում են, որ այն կարող է հանգեցնել աշխատատեղերի փակման, ցածրորակ բովանդակության և ընկերության իր գաղափարախոսությունից շեղվելուն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին։